Թե ինչու է թուրքական կողմը փորձում առաջին հայացքից ձգձգել հայ-թուրքական սահմանի բացումը եւ ինչպես է այս թեմային անդրադառնում թուրքական փորձագիտական դաշտը եւ մեդիան, կքննարկենք Reopen-ի հայալեզու եւ թուրքալեզու թողարկումների մեկնաբան հրաշալի լրագրող Լիլիթ Մուրադյանի հետ։ Լիլիթ, ողջույն։ Ողջույն Անի։ Ինչի մասին էր Ֆիդանի վերջին հայտարարությունը եւ ինչ արձագանքներ կան դրա վերաբերյալ Թուրքիայի թուրքական մեդիայում։ Փաստացի Անի, մենք տեսանք, որ այն պահանջները, որը ունի Ադրբեջանը, նույնական են նաև Թուրքիայի համար։ Եվ այստեղ մեզ մոտ մի իլյուզիոն վարագույր կարծես անհետացավ, որովհետև տպավորություն կար, որ Թուրքիան շատ ավելի զգույշ է այս հարաբերություններում, ամեն դեպքում փորձում է առաջին պլանում թողնել Ադրբեջանին, հետևել այս ամենին, լինելով իր այդ խաղաղության աղավնի կերպարի մեջ, ինչպես ոչ միայն այս հարաբերություններում, այլև տարբեր գործընթացներում փորձում է իրեն դրսևորել, թե Ուկրաինայի հետ կապված, Գազայի եւ այլն։ Բայց այստեղ փաստացի տեսանք, որ Ֆիդանը առաջին անգամ շատ բաց տեքստով խոսեց իրենց պահանջների եւ պայմանների մասին եւ մեզ մոտ այլևս անհետացավ այն սպասումը, որ այս գործընթացը առաջ է գնում առանց նախապայմանների, ինչպես որ երկու կողմից հայտարարվել էր, այսպես ագրեսիվ պահանջների նախադասություններով Ֆիդանը խոսում է շատ բաց։ Թուրք փորձագետները, որոնք խոսում են Reopen-ի հետ վերջին ամիսների ընթացքում, ասում են, որ առաջին հայացքից Թուրքիան ձգտում է տարածաշրջանում խաղաղության գործում իր լուրջ դերը խաղալ, բայց մյուս կողմից անշուշտ պահանջների շարքն է գալիս, որովհետև այդ պահանջները կան ոչ միայն Ադրբեջանի մոտ, այլև Թուրքիայի մոտ։ Մի տպավորություն է, որ Թուրքիան նախ ասում է նախ դուք Ադրբեջանի պահանջները կատարեք, ավարտեք, հետո նոր կսկսենք իմ պահանջները ու հետո այն նոր կխոսենք սահմանի բացման մասին։ Այստեղ այլ հարց է, թե ընդհանրապես որքանով է ձեռնտու, որքանով է ոչ ձեռնտու սահմանի բացումը։ Մենք Reopen-ի շրջանակում տարբեր ռեպորտաժներ ենք արել, խոսել ենք տարբեր փորձագետների հետ, որոնք եւ դեմ եւ կողմ կարծիքներ են արտահայտել սահմանի բացման վերաբերյալ։ Այստեղ արդեն մի բան է, որը պետք է թողնել ապագային հասկանալու համար եւ թերևս հստակ հաշվարկներ, թե որքանով է հայկական կողմին օրինակ ձեռնտու, թուրքական կողմին ձեռնտու այդ սահմանի բացումը այս պահին դեռևս չկան։ Փորձագետները, որոնց հետ ես խոսել եմ այս ամիսների ընթացքում, ընդգծում են, որ Հայաստանը պիտի ռեալիստ լինի այս պարագայում։ Ասում են այո, սպասելիքներ պիտի որ պիտի բաց խոսենք եւ ասենք, որ Հայաստանը պատերազմում պարտված երկիր է, այս պահին իր լավագույն, ինչպես ասում են, մարզավիճակում չէ ու չի կարող պայմանների լեզվով խոսել կամ որոշակի դիմադրություն ցույց տալ այնպիսի հզոր երկրի, ինչպիսին օրինակ Թուրքիան է եւ նրա փոքրիկ բարեկամ Ադրբեջանը։ Այնպես որ հորդորում են նաեւ ռեալիստ լինել եւ տեսնել, թե ինչ է կատարվում ռեալ քաղաքական դաշտում։ Օրինակ մեդիայում էլ հետաքրքիր վերնագրեր են հայտնվում այս դեպքի հետ կապված Ֆիդանի, ասում են, որ Ֆիդանի հայտարարությունը ցույց տվեց, որ Թուրքիան շարունակելու է Հայաստանի հետ կարգավորման հարցն օգտագործել հօգուտ Ադրբեջանի, այսինքն Թուրքիայի մեդիայում, հա, այո, այսինքն այնտեղ էլ փորձագետները պարզ տեսնում են, որ սա եւս մի գործիք է օգտագործելու Հայաստանի դեմ հօգուտ Ադրբեջանի, հա, բայց ասում են, որ պետք չէ ակնկալել, որ սահմանը կբացվի, մինչև որ վերջնական չվավերացվի այդ ստորագրվի եւ վավերացվի այդ փաստաթուղթը, այսինքն այն, ինչ ըստ էության հայտարարեց Ֆիդանը, բայց մյուս կողմից էլ իհարկե ասում են, որ տեսեք Թուրքիան որքան բարի դրացիական է, մյուս կողմից Թուրքիան ինքն էլ ուզում է այդ հարաբերությունները կարգավորել, որովհետև այդ երկրի արևելյան շրջաններում տնտեսական, սոցիալական վիճակը այնքան էլ բարվոք չէ ու որոշակի օգուտներ հնարավոր է նաև ստանա Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացումից։ Շնորհակալություն Լիլիթ։